Инфокомпании «Ташир». Все грани бизнеса. Լորեցի բազեականները վերադարձել են մարզի անունը բարձր պահած երիտասարդները ամենատարբեր մարզաձևերում ու անվանակարգերում առաջատար են։ Արագաչափ տեսախցիկները Վանաձորել կհասնեն աշխատանքային խորհրդակցություն մարզկենտրոնի քաղաքապետարանում։ Լորեցի տնօրեններն ու ուսուցիչները մեկ հարկի տակ տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն։ Այս տարի ևս Լոռու մարզի Շահումյան համայնքում առաջին դասարան հաճախող բոլոր երեխաները մկրտվել են եւ մարդամեջ սոցիալական նորարարության ճամբարը առաջին անգամ Վանաձորում։ Մոլորակ լրատվականը իր աշխատանքն է շարունակում մարզային ֆորտունա հեռուստաընկերության եթերում, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Լորեցի տնօրեններն ու ուսուցիչները մեկ հարկի տակ տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն։ Անահիտ Կարապետյանն է ներկայացնում մանրամասները։ Լորեցի ուսուցիչներին ու տնօրեններին այս անգամ միավորել էր օգոստոսյան խորհրդակցությունը, որին ներկա են նաև Գուգարստամի առաջնորդը, Լոռու մարզպետը, մարզպետարանի համապատասխան վարչության պետը։ Նախ ելույթ ունեցավ Տեր Սեբու arczepiskopos Ջուլջյանը, իր խոսքում կարևորելով մանկավարժների գործունեությունը։ Մանկավարժներ, որոնց կրթությամբ, որոնց շնչով, որոնց դաստիարակությամբ կրթվել է անձը։ Ես կամ ձեզանից որևէ մեկը։ Այդ հույսերով, այդ երազանքներով բարետեսությամբ մտնում ենք, մուտք ենք գործում դպրոց, հաստատություն։ Այն ոլորտն է, որ հարատև փոփոխության կարիք է զգում։ Կրթություն և գիտություն։ Սրանք կարծիք թե մրցում են ժամանակի հետ։ Նա ով ետ է մնում ժամանակից և ժամանակի հրամայականներից նա շատ բան է գործում։ Կրթության ոլորտը մշտապես պետական կառույցների ուշադրության կենտրոնում է։ Ամեն տարի օգոստոսյան խորհրդակցության ընթացքում ներկայացվում է ամբողջ ուսումնական տարվա հաշվետվություն, քննարկվում են անելիքները, այս մեկը ևս բացառություն չէր։ Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը խոսեց փաստերով, անդրադարձավ ոլորտի խնդիրներին, չմոռանալով նաև ձեռքբերումների մասին։ Սաիդյանն առկա խնդիրներից առանձնացրեց դպրոցական խորհուրդների պասիվ գործունեությունը, խոսեց տնօրեններին ուղղված նկատողությունների մասին, խոստանալով ավելի հետևողական աշխատանք։ Վերջին տարիներին մեր օգոստոսյան խորհրդակցության ձևաչափը կարծես փոխել է եւ իմ կարծիքով տեղ է։ Ավելի շատ խոսել խնդիրների եւ բացթողումների մասին, քան ձեռքբերումների։ Չնայած համին արդարության ձեռքբերումները նույնպես քիչ չեն եւ տարեցտարի դրական միտում է նկատվում թե ուսումնական process-ի կազմակերպման իմաստով, թե դպրոցների կառավարման իմաստով։ Եվ բնական է, որ մենք չենք կարող այսօր չներկայացնել դրանց թեկուզ մի մասը։ Եվ վերջին օգոստոսյան խորհրդակցությունը յուրատեսակ հաշվետվություն է, մի ամբողջ ուսումնական տարվա հաշվետվություն, սակայն կան խնդիրներ և դրանց թիվը քիչ չէ, որոնց տարիների ընթացքում չենք կարողանում վերջնական լուծում տալ և որոնք այսպես թե այնպես ծեր են գցում մեր բոլորի աշխատանքի վրա։ Հանդիպումը լավ առիթ էր նաև լավագույն մանկավարժներին խրախուսելու, վերջին հատվածում էլ դպրոցի տնօրենները կիսվեցին իրենց մտահոգություններով։ Այսօրվա դրությամբ շատ դասարաններ, ասենք կոնկրետ մեր դպրոցում արդեն որ ունեցել ենք նախորդ ուսումնական տարում երկուական դասարաններ, երկրորդ, երրորդ, չորրորդ, այսօր արդեն թվականակը դուք գիտեք միջին խտությունը տարական դասարանների համար 35 է, միացել են դասարանները, պրոբլեմներ են առաջացել դասարանների հետ կապված, այս մասին ես ավելի շատ կուզեի իմ հոգացությունը արտահայտել։ Խորհրդակցության ավարտին ոլորտի մասնագետներն արձանագրում են մարզում գործող կրթօջախներում նոր ուսումնական տարին կսկսեն նոր եւ ավելի հարմարավետ պայմաններում։ Անահիտ Կարապետյան, Գոհար Մովսիսյան եւ Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը, արագաչափ տեսախցիկները Վանաձորել կհասնեն, այս մասին այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է Վանաձորի քաղաքապետը։ Այս եւ խորհրդակցության ընթացքում քննարկված այլ հարցերի մասին կխոսի Գոհար Մովսիսյանը։
Քաղաքի սանիտարական մաքրում, կենցաղային աղբահանություն, փողոցների նշագծում, երթևեկության կարգավորում, կանաչապատում, լուսավորության ապահովում եւ այլն։ Խորհրդակցության հիմնական թեմաներն էին։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ արդեն ավարտվել են Տիգրան Մեծ պողոտայի ասֆալտապատման աշխատանքները։ Դարբինյանը համապատասխան բաժնի պետին հանձնարարեց ուշադրություն դարձնել աղբահանության որակին, հարկ եղած դեպքում աղբահանություն կատարել գրաֆիկից դուրս, որպեսզի կենցաղային աղբահանությունն ավելի արդյունավետ լինի։ Նա նաև նշեց, որ հատկապես տարվա այս ժամանակահատվածում յուրաքանչյուր բունկեր պետք է մաքրվի շաբաթը 3 անգամ։ Սամվել Դարբինյանը տեղեկացնում է, արագաչափ տեսախցիկները Վանաձոր էլ կհասնեն ու շատ շուտով։ Մենք դիմել ենք արդեն ոստիկանությանը, ճանապարհային ոստիկանությանը, նրանք կարգավորող սարքավորումներ, արագաչափեր, նաև տեսագրիչներ կդնեն եւ բոլոր կարգազած վարորդները իրենց խախտումների համար անպայման պատասխան են տալու։ Միաժամանակ եւ պահանջում եմ եւ խնդրում այն վարորդներից, ովքեր անկանոն են վարում իրենց մեքենաները։ Ես 3-4 օր անընդհատ հետևացել եմ ասֆալտապատման աշխատանքներին եւ իմ աչքով տեսել այն վարորդներն էլ, ովքեր կարգազանց են եւ ես իրենց զգուշացրել եմ, թող մի քիչ էլ ամաչեն, ոչինչ, բայց այ շատ դեպքեր արագության հետևանքով են եւ ունենում ենք այնպիսի կորուստներ, որոնք անդառնալի են։ Դրանցից խուսափելու համար ես եւ խնդրում եմ եւ միաժամանակ որպես քաղաքապետ պահանջում քաղաքում բոլոր փողոցներում սահմանված արագությամբ երթևեկեք։ Հերթը քաղաքի կանաչապատմանն էլ հասավ։ Ժամանակավորապես դադարեցված աշխատանքները պետք է սկսել նորից։ Այն ժամանակ ասֆալտապատումն էր խանգարում, հիմա խանգարող բան չկա։ Գոհար Մովսիսյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Տեղափոխվենք Մարզի Շահումյան համայնք, այնտեղ սեպտեմբերի 2-ին ընթառաջ առաջին դասարան հաճախող բոլոր երեխաները մկրտվել են։ Լիաննա Մխիթարյանն է պատմում։ Մկրտությունը հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդներից առաջինն է։ Մկրտված մարդիկ Աստծո օրհնության արժանանալուց բացի ազատվում են ադամական մեղքերից։ Մաքուր հոգով առաջին անգամ ոտք դնել դպրոց։ Լոռու մարզի Շահումյան համայնքում սա ավանդույթի ուժ է ստացել վաղուց։ Ամեն ուսումնական տարվա նախաշեմին առաջին դասարան ընդունված փոքրիկները մկրտվում են։ Այս տարի նրանց թիվը 31 է։ Շահումյանցիների համար մկրտությունը նաև ազգայինը պահպանելու խնդիր է։ Ժամանակին գյուղի դպրոցում ուսանել են ադրբեջանցիներ, տնօրենն էլ նույն ազգությունից է եղել։ Այսօր արդեն այստեղ ամեն ինչ հայեցի է, մշակույթը, գրականությունը, լեզուն։ Սա արդեն 5-րդ տարին է, որ արարողությունը նույն կատարվում է, ինչպես առաջի դասանցիներն ներտրվեմ, այնպես էլ տազիա միջնակարգ դպրոց ավարտածները հուշանվերներ են ստանում եւ մեծ միջոցառումներ են կազմակերպում։ Հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակին այստեղ դպրոցը եղել է ադրբեջանական, հիմա դարձել է հայկական, նախատեսել ենք եւ բոլորն էլ ողջունում են, որ կնքված վիճակով առաջի դասան հաճախեն։ Ես ուզում եմ դպրոց գնամ, այսօր եկել եմ մկրտվել։ Յուրաքանչյուր հայ քրիստոնյայի պարտքն է պարտադիր մկրտվել։ Դպրոցում առաջին քայլերին նախապատրաստվող երեխաների ծնողները համակարծիք են այս հարցում։ Պակաս կարևոր չէ, որ դա մշտապես արվում է համայնքային իշխանությունների հովանավորությամբ։ Մկրտության խորհրդանիշ ոսկե խաչերը ձեռք են բերվել համայնքի ուժերով։ Ավելի շատ ազգապահպան նշանակություն ունի, յուրաքանչյուր հայ փոքրիկ սկսած առաջին դասարանից նրանք արդեն իմանան իրենց քրիստոնյա լինելու նշանակությունը, կարևորեն այն, սկսելով հայրմերից, իմանան, հավատան եւ առաջ գնան։ Օր լավագույն առիթներից է խոսելու համայնքի ձեռքբերումներից գյուղի մշակույթի կենտրոնում, որ ձեռք է բերվել կառավարության միջոցներով, դեռ ամիսներ առաջ միայն պատերն էին։ Այսօր արդեն համայնքն ունի բարեկարգ ու անհրաժեշտ գույքով ապահովված կենտրոն, ուր անցկացվում են շահումյանցիների տոնական օրերը։ Համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը պատվոգրեր է հանձնում այն անձանց, ովքեր մշակույթի կենտրոնի կահավորման գործում որևէ նպաստ են ունեցել։ Օրվա տոնական տրամադրությունն էլ ապահովում են մարզի շնորհալիները։ Լիաննա Մխիթարյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ, Շահումյան։
Առաջին դասարան հաճախող երեխաները մկրտվում են, իսկ նրանք, ովքեր վաղուց ավարտել են դպրոցն ու բուհը, բարձր են պահում Լոռու մարզի պատիվը։ Լոռեցի բազեականները արդեն մարզում են, հավարտվել է Բազեի 2013 համահայկական երիտասարդական հավաքը։ Աննախադեպ հաջողություններով Լոռի վերադարձած երիտասարդների հետ զրուցել է իմ գործընկերը։ Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերության նկարահանող խումբն այս պահին գտնվում է Հայքի հրապարակում։ Մեզ հետ են Բազե համահայկական հավաքի լոռեցի մասնակիցներն, ովքեր աննախադեպ արդյունքներով են վերադարձել։ Եվ այս պահին մեզ հետ միասին այստեղ է գտնվում նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի ղեկավար Վահե Դոխոյանը։ Պարոն Դոխոյան, ինչ արդյունքներով եք վերադարձել եւ ինչպես եղավ մասնակիցների ընտրությունը։ Նախ սկսեմ սկզբից, վերադարձել ենք փայլուն արդյունքներով, իհարկե ջոկատն է վերադարձել փայլուն արդյունքներով։ Տարբեր տարիներին սկսած 2002 թվականից Լոռու մարզը ներկայացրել է Բազեում իր ջոկատը եւ ոչ մի անգամ այսպիսի արդյունքներ մենք չենք արձանագրել։ Գոնե այն առումով, որ Լոռու մարզի ջոկատը Բազեում ճանաչվեց որպես լավագույն ջոկատ, այսինքն Բազեում այնտեղ որտեղ ներգրավված են Սփյուռքից, Ջավախքից, Հայաստանի տարբեր մարզերից եւ բուհերից ջոկատներ, այս բոլորի մեջ Լոռու ջոկատը հավաքեց մաքսիմում միավորներ եւ ճանաչվեց լավագույնը։ Ընտրությունը կատարվել է հետեւյալ կերպ, ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաեւ Լոռու մարզպետարանի մշակույթի բաժնին, հատուկ Լոռու մարզպետին, որոնք աջակցեցին երիտասարդական հիմնադրամին ընտրության հարցում։ Մենք հայտարարություններ ենք տվել եւ մեզ տարբեր հայտերով դիմել են երիտասարդներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել Բազեում այս կամ այն մրցաձևին։ Իհարկե ընտրվել են ուժեղագույնները, չգիտեմ, հայկական տարբերակով ծանոթ ընկեր բարեկամ իսպառ բացառված է եղել եւ որի արդյունքը մենք արդեն ցես հետ միասին զգացինք։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այստեղ է նաև ջոկատի ղեկավար Տիգրան Էվինյանը, ով նաև Լոռու մարզպետի օգնականն է։ Տիգրան, ուզում եմ կիսվեք նաև տպավորություններով, արդյոք ձեզ համար հաղթանակը որքանով էր կարևոր եւ ինչ տպավորություններով եք վերադարձել Լոռի։ Նախ շնորհակալություն, որ ջոկատի նման տիպի ուշադրություն եք դարձնում, որովհետև սա նույնպես ոգևորիչ է։ Ջոկատը ներկայացնում ջոկատի կազմը բաղկացած եղել 9 անդամներից ու ջոկատի համար միանշանակ արդյունքները կարևոր են եղել, սակայն դրանից առավել կարևոր եղել նաև մարտական ոգին եւ ընկերությունը, որը այնտեղ ձեռք ենք բերել։ Ջոկատը ձեռք է բերել առավելագույն արժեքներ, արժեհամակարգեր, այնտեղ շփվելով, ընկերներ ձեռք բերելով, լավագույն արդյունքները, որը ցուցաբերել ենք, ունեցել ենք 3 առաջի տեղ մեր ճակատային մրցումներում, հրաձգություն Հայկ Մկրտչյան, նկարչություն Արփինե Հովսեփյան եւ շախմատ, ինչպես գիտենք, աշխարհի պատանեկան չեմպիոն Սամվել Տեր-Սահակյան։ Այսինքն այս տեսանկյունից մենք գտնում ենք, որ ջոկատը իր առջև դրված խնդիրները լուծել է։ Փաստորեն քանի մարզաձև կար։ Ընդհանուր անհատական մարզաձևերը 8-ն էին, որից 3-ը մեր ջոկատը առաջին տեղը վերցրել է։ Այդ մարզաձևերի թվում նաև մասնակիցներով հանդես եկավ Պարուհի Տաթև Գալստյանը։ Ես ուզում եմ խոսենք նաև Տաթևի հետ։ Տաթև, ամենաբարդ շարժումը որն էր, որը հենց այդտեղ քեզ համար գրանցեց հաղթանակ։ Ես չեմ ասի, որ ինձ համար բարդ շարժում գոյություն ունի, որովհետև արդեն բազում տարիներ ես սպառում եմ, կոմբինացիաները ես կասեի, որ բարդ էին ընտրված, բայց միանշանակ մայրս եթե դա գնահատել էր, Տիկին Ասանը, ուրեմն իմ հաղթանակը արդեն դրանում էր։ Խոսենք նաև հրաձիգ Հայկ Մկրտչյանի հետ, դու ինչ տպավորություններով ես եկել, արդյոք դիպուկ էին հարվածները դեպի հաղթանակ ուղղված։ Այո, շատ դիպուկ էին եւ մեծ ոգով, մեծ տրամադրությամբ վերադարձանք Բազեից։ Ինչն էր այդ ամենում ամենադժվարին քայլը քեզ համար։ Ամենադժվարին քայլը, որ պետք է սկսեր այդ մրցումները։ Մնացածը ամբողջ հեշտ էր։ Խոսենք նաև Բազեում լոռեցի երիտասարդների գրանցած ամենաբարդ ու նաև հաղթանակած նկարի մասին, նկարչուհի Արփինե Հովսեփյան։ Արփինե, դու ինչ տպավորություններով ես եկել եւ արդյոք ինչ էիր նկարել, խոսենք նաև այդ մասին, հա։ Շնորհակալություն։ Իհարկե եկել եմ լավագույն տպավորություններով, լավ ընկերներ, հաճելի ժամանց։ Նկարել եմ, ճիշտ ասած, ժամանակը շատ քիչ էր, 2 ժամ էր տրված եւ այդ պահին հապճեպ ինչ ստացվեց, թեման սիրում եմ, կռունկների ամուսնական պարն է եւ հնարավորինս տեղավորվեցի 2 ժամվա ընթացքում։
ավարտը լավ էր, շնորհակալություն։ Բազում լոռեցիները հանդես եկան նաև բասկամարտով Արմեն Ղազարյանը ներկայացրեց այս անվանակարգը, ով եւս հաղթանակով է վերադարձել։ Ես ուզում եմ ճշտել, ավելի շատ ուժը թե հնարամտությունն է այստեղ ձեզ հաղթանակի բերեց։ Բասկամարտում ավելի շատ երևի տեխնիկական տվյալներն են, ուժը երկրորդ պլան է մղվում, բայց շատ ուժեղ մրցակիցներ կային, բազեն այս տարի իրոք մարզական տվյալներով գերազանցում է բոլոր թվականների բազաները։ Ուժեղ մրցակիցների թվում ինչը ձեզ օգնեց, որ հաղթանակի հասնեք հենց նրանց հետ պայքարելով։ Կամային հատկությունները, ֆիզիկական ուժը, այդ։ Հիղավ շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ լոռեցի բազեականներն էին Հայքի հրապարակում, ովքեր աննախադեպ արդյունքներով էին վերադարձել, եւ վերջում ամենավերջում ինչ ունեք ավելացնելու։ Անահիտ Կարապետյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Եթերում Մոլորակի հիմնական թողարկումն է, շարունակում ենք եւ այս հատվածում մարդամերձ սոցիալական նորարարության ճամբարի մասին։ Լոռու մարզի սոցիալական ոլորտի խնդիրները վերհանել, ապա գտնել հնարավոր լուծման ուղիներ, այն էլ օնլայն հարթակում։ Առաջին հայացքից պատկերացնելը բարդ է, բայց ինչպես պնդում են ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունում հնարավոր։ Մարդամեջ սոցիալական նորարարության արհեստանոցը կազմակերպվել է Վանաձոր ինֆոտան շրջանակներում։ Նպատակն է ծրագրի իրականացման արդյունքում ստեղծել օնլայն հարթակ, որն էլ կտանի սոցիալական կոնկրետ խնդրի կոնկրետ լուծմանը։ Ծրագիրը, որ մենք ներկայացնում ենք, կոչվում է Pocket Git, այսինքն գրպանի ուղեկցորդ, ու նախատեսում է տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիա տուրիստներին, որոնք հետաքրքրված են Լոռու մարզով։ Վանաձորում ծրագիրն իրականացված առաջին անգամ, պարզ են նաև արդյունքները։ Հրանուշ Մաշակարյանի Քոձայինը ծրագիրը առաջին տեղում է 400,000 դրամ ֆինանսավորմամբ։ Քրիստինե Հովսեփյանի թիմն էլ երկրորդ տեղում է։ Երիտասարդները հնարավորություն ունեն ծրագիրը ներկայացնելու երկրորդ անգամ։ Մխիթարյան, Արմեն Շաբազյան, Մոլորակ։ Ծանոթանանք նաև աշխարհում կատարված իրադարձությունների մանրամասներին, միջազգային լրահոսն է առջևում, որից հետո կծանոթանանք նաև եղանակի տեսությանը։ Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ զինյալների մոտ հայտնաբերել են քիմիական զենք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հաղորդագրությունում հայտարարվում է, որ զինվորականները զինյալների թունելում հայտնաբերել են քիմիական զենք, ընդ որում մի քանի զինվորներ թունավորվել են քիմիական նյութերից։ Դեպքի վայր է կանչվել բուժօգնություն, որպեսզի փրկվեն խեղդվողները։ Միջադեպ է տեղի ունեցել Ռիո դե Ժանեյրոյի եկեղեցիներից մեկում։ Իրավապահ մարմինների աշխատակիցը հանցագործին ձերբակալելու ժամանակ հրաշքով փրկվել է մահից։ Անզեն սպան ջարդկություն եւ վարպետություն է ցուցաբերել, երբ պատշճանակով հանցագործը հարձակվել է նրա վրա։ Պարզվել է, որ չարագործը ցանկացել է թալանել, վերջինիս ընդունելով որպես հասարակ հավատացյալի, որը հանգստյան օրերին համար հայտնել է բրազիլացին։ Սկզբում երիտասարդը ինձ տապալեց Կետրին, այնուհետև այն պահին, երբ ես փորձեցի նրա ձեռքից խլել ատրճանակը, երկու անգամ սեղմեց քանը։ Բարեբախտաբար ես ճիշտ ժամանակին արձագանքեցի։ Կարճատև ընդհարումից հետո հանցագործը շտապել է լքել մարտի դաշտը։ Իրավապահներին հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը տեսագրող սարքի ձայնագրության հիման վրա։ Նրան ձերբակալել են։ Այն բանից հետո, երբ տեսանյութը հրապարակվել է YouTube կայքում, ինտերնետի օգտատերերը նշել են, որ այս տեսագրությունը կարող է ուսուցողական նյութ հանդիսանալ ոստիկանի մասնագիտական վարպետությամբ հետաքրքրվողների համար։ Մեքսիկայում երկաթուղային վթարի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20-ից ավելին ծանր վիրավորվել են։ Պատահարը գրանցվել է Տաբասկո նահանգի հարավարևելյան հատվածում։ Բեռնատար գնացքը, որի տանիքին Կենտրոնական Ամերիկայի երկրներից եկած մոտ 300 ապօրինի ներգաղթյալներ են եղել, ու Իմանգիլիո շրջան տանող ճանապարհային բարդ տեղանքում ընկել է ռելսերից։ Վթարի տուժածների մեծ մասը հոնդուրասի քաղաքացիներ են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց մի մասը ծանր վիճակում է։ Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալները հաճախ են ճանապարհորդում ապրանքատար գնացքների վագոնների տանիքներին, որոնք մեկնում են Մեքսիկայի հարավից հյուսիս։ Այսպիսով նրանք փորձում են ապօրինի հասնել Միացյալ Նահանգների տարածք ավելի լավ կյանքի փնտրտուքով։ Լիանա Մխիթարյան, Մոլորակ։ Թողարկման ավարտին նաև եղանակի մասին կանխատեսումները կներկայացնի Էռնա Անտոնյան, Էռնա բարի օր։ Բարև Սարգիս։ Էռնա, եղանակային նորությունները մշտապես հետաքրքիր են, ինչ նորություններով ես եկել, լսում ենք քեզ։ Սարգիս, ասեմ, որ Լոռու մարզում էական տեղումներ չեն սպասվում, եղանակային կանխատեսումներն առավել մանրամասն կարճատև դադարից հետո։
Ձեր հարազատներն արտերկրում են։ Պրոմեթեյ բանկի նորաբաց մասնաճյուղում կարող եք արագ եւ հարմարավետ ստանալ ձեր հարազատների կողմից փոխանցված գումարները՝ Unistream, անելիք, MoneyGram եւ ուշադրություն, արդեն նաեւ ավերս համակարգով։ Արագ եւ բարեհամբույր սպասարկում։ Պրոմեթեյ բանկ, քաղաք Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի 34։ Այժմ ներկայացնենք կանխատեսումները։ Հանրապետության տարածքում այս գիշեր եւ օգոստոսի 27-ին անբավարարությունը կպահպանվի միայն հյուսիսարևելյան շրջաններում։ Այստեղ պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում։ Այլ շրջաններում կդիտվի արևային առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 18-ից 20 մետր/վայրկյան արագությամբ օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա եւ գիշերը եւ ցերեկը։ Սևանի ջուրը 17 աստիճան է։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 10, ցերեկը 28 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիում սպասվում է գիշերը 15, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 16, ցերեկը 25 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 15, ցերեկը 22 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 15 աստիճան, ցերեկը 22 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 16, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Երևանում օգոստոսի 27-ին կդիտվի արևային առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամի 10-ից 13 մետր/վայրկյան արագությամբ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 34 աստիճան տաքություն։ Սարգիս անկախ եղանակային կանխատեսումներից պահպանեք բարձր տրամադրությունը։ Շնորհակալ եմ կանխատեսումները ներկայացնելու համար, կփորձենք այդպես էլ անել։ Բարեկամներ, ամռան վերջին երկուշաբթին, ինչպես տեսակ հագեցած էր իրադարձություններով, Ֆորտունա հեռուստաընկերության եթերում մարզային լրատվության ժամը այսքանով չի ավարտվում, առջևում մարզպետարանի ժամ հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումն է։ Իսկ մենք նախատեսել ենք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, Քիրև ցտեսություն։